մշտապես փորձում են կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ մենք պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև եւ կայուն խաղաղության բերի տարածաշրջանում, հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունի ուղղակի կապերը, որոնք եւ ամրապնդում են վստահությունը եւ հնարավորություն են տալիս, ըստ էության պարզաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Սա մեկ, ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը կապված 3-րդ դիվանագիտական անձնագրեր կրող կամ 3-րդ պետության քաղաքացիների Հայաստան եւ Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դու գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք եւ մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին առևտրային, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ։ Մեր որդեգրած բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության ուրեմն շրջանակներում է եւ ինչպես պարոն Վարդանյանն էլ իրավացիորեն նշեց, հատկապես ուրեմն աշխարհակաղակական այս զարգացումների ֆոնին չափազանց կարեւոր է հարևան երկրների հետ ուրեմն ուղիղ հարաբերությունների հաստատումը առանց երրորդ երկրների միջամտության եւ միջնորդության։ Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ Ավելի մանրամասն հնարավոր կլինի այս թեմայի հետ խոսել այն ժամանակ, երբ որ հստակ կդառնա պաշտոնական հայտարարություններով կամ միգուցե նաեւ փաստաթղթային մասով, թե ինչ են վերջ-վերջո պայմանավորում, բայց այն, որ տրամաբանական առումով եւ process-ների այսպես ասեմ, այդ հաջորդականության տեսանկյունից Հայաստանը եւս իր մեծ ներդրում է ունենում Թուրքիայի այս ռեգիոնում նայող դարձնելու տեսանկյունից դա գոնե իմ համար ակնհայտ է։